Կկոտրվի այն մարդու ոտքերը, ով կփորձի ճաղերի ետևում թողնել Միքայել Սրբազանին, ասում են գյումրեցիները։ Նրանց բարկացրել է դատավորի որոշումը, որով իրենց թեմի առաջնորդը մեղավոր ճանաչվեց։ Միքայելը այս վերջում ինչ-որ դատավարության ժամանակ ասել էր հայր մի ներիր նրանց, որովհետև գիտեմ ինչ են անում։ Այդ ովքեր գիտեն մեր ժողովրդի հետ ինչ են անում, մեկը մեր եկեղեցին նրանց պատժելու է։ Ոտները կկոտրվի, չեն կարող։ Նրանք դժոխքի բաժին պիտի լինեն, ովքեր որ գրոհում են մեր եկեղեցու վրա։ Այստեղ խամաճիկներ են, այստեղ իրենք ուղղակի կամակադար են, ովքեր որ ծառայում են մեկ տագանքի, գերագույն գլխավոր տագանքի կամակադարն են ու իր հրամաններն են կատարում։ Շարքային քաղաքացիները հասկանում են, թե ինչ ֆարս է տեղի ունենում, ինչ աբսուրդ է տեղի ունենում, որը իրավացիորեն զայրացնում է գյումրեցիներին, ոչ միայն բոլոր նրանց, ովքեր հետևել են մեր Միքայել Սրբազանի գործունեությանը, գաղափարներին, բոլորն էլ զայրացած եւ վրդովված են, որ Հայաստանում, որը ժողովրդավարության բաստիոն է հռչակվել, կարող են նման երևույթներ տեղի ունենալ։ Միքայել Աջապահյանը ռազմական հեղաշրջման կոչ չի արել, ասում են գյումրեցիները։ Սրբազան հայրն ընդամենը ասել է, որ ռազմական հեղաշրջում է պետք, հո չի զորել։ Դե ինքը ասել է, խո չի զորել, էդ էլ կա էլի։ Այսօրվա դրությամբ կզգանք, որ ով դեմ կխոսա կառավարությանը, նրան բռնեն կտանեն։ Չեմ կարող ասեմ շինց ու գործ է, որը որ նույնպես անընդունելի է, բայց բնականաբար մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է եւ այս ռեժիմի կողմից ստեղծած իրավիճակը հարթվելու է։ Նիկոլի այն արտահայտած վնգստացող դատավորները, այո, հենց դա է, այսինքն իրենց մոտ արդարությունը առհասարակ որևէ հիմք չի ստեղծում։ Սրբազան հայրն ավելի քան 3 ամիս է կալանավորված է։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը նրան մեղավոր է ճանաչել ռազմական հեղաշրջման, իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ տուգանքից մինչև ազատազրկում 5 տարի ժամկետով։ Նրա պատժի տեսակն ու չափը դատարանը քննում է այսօր։ Մենք դատական համակարգ մեր երկրում այլևս չունենք։ Մի շարք այլ գործեր էլ նման հուշումներ տալիս են, բայց կոնկրետ մեր Միքայել arczepiskopos Աջապահյանի այս խեղկադակ դատավարության այսպիսի ընթացքը, որ արդեն մենք կանխավ գիտեինք, թե ինչ է լինելու ու անկախ ամեն ինչից, ոչ դատավորն է իր տեղում, ոչ դատախազների հետ համակարգ դատախազությունն է իր տեղում, ոչ քննչական, ոչ մեկը իրենց տեղում չէ, մենք չունենք այլևս պետական համակարգ։ Դե այստեղ առաջինը մենակ օրենքը Փաշինյանն է, ուրիշ մարդ չկա։ Միազնա օրենք է, ինչ ուզում անում է։ Մենք էլ ցավոք սա հանդուրժում ենք։ Հատե ցավը տա է, կակարած հենց դրա մասին եմ ասում, որ մեր վերջ չգալիս է։ Ինչքան շուտ այս ղեկավարությանը, այս խունտային հեռացնենք, այնքան Աստված մեզ հետ։ Գյումրիում համոզված են, որ ՔՊԱ-ականներին խանգարում է Սրբազանը, քանի որ նա ընտրություններին ընդառաջ իշխանականների խաղաքարտերը կարող է խառնել, եթե ազատության մեջ լինի։ Խնդիրը ավելի շատ քաղաքական է, առջևում 2026 թվականի ընտրություններն են, չնայած որ Սրբազանը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական թեմաների հետ ինքը առանձնապես սեր չունի, եւ անգամ այս վերջի դեպքերից հետո, երբ իմպիչմենտի միասնական տեխնացու ուզում էին հենց իրեն ներկայացնել, նա ապացուցեց, որ նրա մղումները ոչ թե քաղաքական են, այլ հայրենասիրական են, անգամ դրանից հետո մարդիկ մտածում են, որ 26 թվականի ընտրություններին Սրբազանը կարող է շատերի խաղաքարտերը խառնել։ Լանա Համբարձումյան, Ալեքսան Սարգսյան, Արթուր Մելիքյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։